Ժորժան 2026 թվականի հունվարի 1-ից թոշակների հետ վճարային գումարը դառնում է 20%, այսինքն եթե հիմա 12%, ապա ոչ կանխիկ թոշակի օգտագործման դեպքում, ոչ կանխիկ առևտուր անելու դեպքում դառնալու է 20% հետ վճարային գումարը։ Եվ թոշակառուները ահազանգում են, գրում են, ասում են, որ եթե ուրեմն կարողանում են այդ գումարը հատկացնել եւ 20% սարքել, ինչու իրենք չեն բարձրացնում առանձին թոշակները։ Օրինակ այդ հետ վճարայինից ովքեր չեն ուզում օգտվել, այդ մարդկանց գումարները բարձրացրեք, այսինքն թոշակները հենց այդքանով բարձրացրեք։ Օրինակ եմ ասում, հա, 5-6000 դրամով եք հետ վճարայինը բարձրացնում կամ 4000 դրամով եք բարձրացնում, բան արեք, հետ վճարայինի փոխարեն այդ մարդկանց ովքեր չեն ուզում օգտվել, չեն կարողանում օգտվել օբյեկտիվ պատճառներով, որովհետև իրանց ուրեմն չգիտեմ, քաղաքներում, գյուղական համայնքներում եւ այլն քարտային շատ անգամ չի լինում օգտագործել քարտային այդ ոչ կանխիկ առևտուրի առումով եւ մարդիկ գնում են շուկաներ եւ այլն, այնտեղ քարտով չեն կարողանում առևտուր անել, այդ մարդկանց բարձրացրեք թոշակները, ինչ խնդիր կա, որ չեք բարձրացնում։ Կամ որ կոմունալներից չեն կարողանում օգտվել։ Օրինակ այդ հետ վճարայինը չի ազդում կոմունալների վրա, այսինքն կոմունալները, որ փակում ես քարտայինով, այդ կոմունալների հետ վճարայինը չի վերադառնում։ Ինչու կառավարությունը չի անում, որ կոմունալների հետ վճարայինը վերադառնա։ Բա մարդիկ այդ հարցն են տալիս։ Կառավարությունը դա ինչու չի մեկնաբանում, ինչու չի պատասխանում։ Կան որոշ տեղեկություններ, Ժորժան, որ 26 թվականին նաև պետք է ազդի կոմունալների վրա, սա որպես տեղեկություն եմ ասում, եւ դա որոշակի տեղեկություն է, բայց կառավարությունը թող մեկնաբանի, ազդում է կոմունալների վրա, չի ազդում կոմունալների վրա 26 թվականին, կամ առհասարակ ինչու հանեցիք կոմունալների հետ կապված այդ հետ վճարայինները։ Մարդիկ հստակ հարցեր են տալիս։ Ինչու սոցիալ նախարարությունը չի մեկնաբանում, կառավարության ներկայացուցիչները չեն մեկնաբանում, չեն ավելի թափանցիկ բացատրական զրույցներ ունենում քաղաքացիների հետ, թոշակառուների հետ։ Նախ թոշակները պետք է միանշանակ բարձրանան, հետ վճարայինը պետք է ազդի նաև կոմունալների վրա, իսկ այն թոշակառուները, ովքեր չեն կարողանում օգտվել օբյեկտիվ պատճառներով հետ վճարայինից, որովհետև չեն կարողանում ոչ կանխիկ առևտուր անել իրենց քաղաքներում կամ գյուղական համայնքներում տեղեր կա, պետք է իրենց թոշակները բարձրանա։ Ովքեր ուզում է օգտվի օգտվում է, ովքեր կարողանում են օգտվել օգտվում են, բայց թոշակները պետք է միանշանակ բարձրանա։ Ու առհասարակ թոշակները պետք է բարձրանա, որովհետև այսօրվա թոշակը անգամ մինիմալ սպառողական զամբյուղը չի ապահովում։